Բարև Օլիմպոս, թեև դրսում ոչ այդքան լավ գարուն է եւ անձրևները դադար չունեն, բայց այս պահին հարմար պահ ենք բռնացրել եւ դուրս ենք եկել Հայաստանի առաջնությունից եւ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից խոսելու համար։ Հասմիկ, առաջարկում եմ սկսել Հայաստանի առաջնության ամփոփումից, վստահ եմ օլիմպոսցիներ հետևում եք Հայաստանի առաջնությանը եւ այս տարի մենք ունենք Արարատ Արմենիային արդեն 3-րդ անգամ չեմպիոնի կարգավիճակով։ Լարված ստացվեց այս առաջնությունը, գրեթե մինչև վերջին տուրը չգիտեինք ով է լինելու չեմպիոնը, որովհետև Արարատ Արմենիան, Նոան, ինչու՞ չէ նաև Փյունիկը հավակնում էին առաջին տեղին։ Բայց երբ նրանց հետաձգված հանդիպումը գոլազուլ ոչ ոքով ավարտվեց, Արարատ Արմենիան ավարտից 1 տուր առաջ ապահովեց չեմպիոնական տիտղոս, ինչի համար շնորհավորում ենք։ Վերջին անգամ թիմը մինչ այս հաղթել է 2019-2020 մրցաշրջանում եւ այն ժամանակ թիմը մարզում էր Վարդան Մինասյանը։ 2025-ին Արարատ Արմենիան գլխավորեց Մանուել Տուլիպան եւ պորտուգալացի մասնագետը հաջող մրամուտ ունեցավ եւ կարողացավ թիմին արդեն 3-րդ անգամ դարձնել չեմպիոն։ Իդեպ նրա մարշական թիմում ընդգրկված է նաեւ Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Գևորգ Ղազարյանը, որի հետ հարցազրույցը անպայման մենք կտեղադրենք, իսկ դուք կարող եք եւս մեկ անգամ դիտել։ Բայց խոսենք նաեւ Նոայից, որը թեև բաց թողեց չեմպիոնությունը, բայց թիմի համար ինչու ոչ հաջողակ տարի է, 2 տիտղոսի արժանացավ, նախ նվաճեց սուպեր գավաթը, հետո նաեւ գավաթը եւ հաջող էլի կարող է տարին հաջողված համարել մրցաշրջանը։ Եվ նաև կոնֆերենցիաների լիգայում հիշում ենք, որ Նոան բավական առաջ գնաց, այո, եւ ուրախացրեց բոլորին։ Փյունիկը եւս այսպես փոփոխությունների շրջանում էր գտնվում եւ ձգտում էր չեմպիոնության։ Նաև նշեն, որ թիմերը արդեն ամառվանից կներկայացնեն Հայաստանը եվրոպական մրցաշարերում։ Հաջողություն մեր բոլոր թիմերին։ Դե Գոհար, Հայաստանի առաջնությունը ամփոփելուց հետո կարծում եմ ժամանակն է տեղափոխվել Ասերիա, Իտալիա առաջնություն, որտեղ մրցաշրջանի ավարտից դեռ 3 տուր առաջ չեմպիոն դարձավ Հենրիխ Մխիթարյանի Ինտերը, թիմը տոնեց իր 21-րդ չեմպիոնությունը։ Իդեպ Վերոնայի դեմ կայացած խաղից արժե խոսել, նա 900-րդ հանդիպումը անցկացրեց, խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց եւ կրկին անգամ ուրախացրեց հայերին։ Մենք հիշում ենք դեռ Հենրիխին, երբ նա խաղում էր Փյունիկում, այստեղ էլ հաջողված կարիերա էր սկսել, Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել եւ տեղափոխվեց Ուկրաինա, ինչը այն ժամանակվա համար լավ տրանսֆեր էր։ Խաղաց Մետալուրգում, հետո Շախտյորում եւ քեզ հետ թողնա ուղևոր Գերմանիա։ Եվ այսպես թռիչք կատարեց եւ գնաց Դորտմունդ, Բորուսիայում սկսեցին արդեն եվրոպական այսպես մակարդակով Հենրիկին ավելի լավ ճանաչել եւ Բորուսիայից հետո գնաց Անգլիա, քչերին էր թվում, որ Հենրիկը այո դժվարին այդ առաջնությունում կհանդես կգա, բայց նա թռավ միանգամից Manchester United։ Ասենք, որ այդ տարիները շատ մեծ համար էլ եւ էմոցիոնալ էին եւ շատ հիշարժան ու նաեւ ինչու ոչ հպարտության բազմաթիվ պահեր պարգևեցին, որ մենք Մանչեստրում ունենք հայազգի ֆուտբոլիստ։ Այնուհետև Հենրիկը եղավ Արսենալում եւ հետո ուղևորվեց դեպի Իտալիա, Ռոմա ու արդեն Ինտերում ամենաերևի մեծ տիտղոսներին արժանացավ, չասենք, որ 2 անգամ Չեմպիոններ լիգայի եզրափակիչ անցավ ու 2 անգամ չկարողացավ հաղթել, շատ ցավալի է, բայց մյուս կողմից էլ ինչու՞ չէ ձեռքբերում է, քո կարիերայում 2 անգամ կարողանաս պայքարել եվրոպական ամենաբարձր տիտղոսի համար, բաց չէ, բայց արի լավ նվաճումներից խոսենք։ Այո, նա հիմա արդեն Իտալիայի չեմպիոն է։ Եվ ել է գավաթակիր, սուպեր գավաթակիր, ես չեմ հիշում, եթե անկեղծ ուզում եմ կարդալ, բայց եթե հիշում ես ասա։ Գիտեմ, որ Հայաստանում է չեմպիոն եղել Ուկրաինայում։ Ուզում եմ նշել, տես 37-ամյա ֆուտբոլիստը 28 խոշոր գավաթ է նվաճել, չեմպիոն դարձել Հայաստանում, Ուկրաինայում, Իտալիայում, հաղթել Եվրոպայի կոնֆերենցիաների լիգաների գավաթը, Անգլիայի գավաթն ու լիգայի գավաթը, Իտալիայի գավաթն ու սուպեր գավաթը։ Անցում կատարենք արդեն դեպի Ռուսաստան։ Դե ինչ, քանի որ Ռուսաստան ենք գնում, պետք է խոսենք Էդուարդ Սպերցյանի մասին, որի համար տարին այդքան էլ ստացված չէր, թե Ռուսաստան առաջնում 2-րդ տեղը կարելի է հաջողություն համարել, բայց չմոռանանք, որ անցած տարի նա թիմի հետ չեմպիոն էր դարձել, իսկ այս տարի ձեռքից միանգամից 2 նվաճում են կորցրել, չեմպիոնությունը եւ գավաթը։ Չստացված իմ կարծիքով նկատի ունեիր տիտղոսների առումով, այո, որովհետև ամեն դեպքում Սպերցյանը լավ դրսևորեց իրեն, հերթական անգամ տարբեր այսպես մինի ռեկորդներ խփեց եւ Կրասնոդարի եւ Ռուսաստանի մակարդակով եւ փոխանցումների, գոլերի
համակարգով նա առաջատար եղել եւ այո ռեկորդ է սահմանել, լավագույնն է եղել Ռուսաստանում։ Մինչև այսպես նախավերջին տուրը Կրասնոդարը ձգտում էր չեմպիոնության, չնչին սխալների պատճառով բաց թողեց իր ձեռքից եւ սակիցը կարողացավ օգտվել առիթից, առաջ անցնել եւ այդպես էլ թույլ չտալ վերջին տուրում Կրասնոդարին երկրորդ տարին անընդմեջ դառնալ Ռուսաստանի չեմպիոն։ Իսկ գավաթում ասենք, որ եզրափակչում զիջեց Սպարտակին 11 մետրանոց հարվածաշարով եւ Սպերցյանը իր հարցազրույցում չբացառեց, որ հնարավոր է դա իր վերջին խաղն էր Կրասնոդարում։ Իսկ դա ինչ է նշանակում, որ նա վերջապես գուցե համարձակություն է հավաքել եւ կարիերան շարունակելու է այլ ակումբում, ինչը եւ մաղթում ենք։ Թվում է, թե ամեն տարի ինչ-որ ակումբներ հետաքրքրում են Սպերցյանով եւ մարդիկ խոսում են, որ ահա վերջապես ամռանը նա կհեռանա, բայց արի ու տես հասնիկ, որ նա որոշում է շարունակել իր ելույթները Կրասնոդարում եւ նաեւ խոստովանել է, որ գաղտնի այսպես երկարաձգել էր պայմանագիրը նախորդ տարի, ոչ ոք չգիտեր դրա մասին, բայց հիմա կարծես այդ ակնարկը ինչ-որ բան նշանակում է։ Տեսնենք։ Իսկ այս տարի իր ուղին բավական հաջող է շարունակել Սերբիայի առաջնությունում, մասնավորապես Ցրվենա Զվեզդայում էր հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը։ Նա միանգամից երկու կարևոր նվաճման է հասել, նախ ակումբի հետ չեմպիոն է հռչակվել, այնուհետև նաև գավաթին տիրացել։ Ես անկեղծ ուրախ եմ Նաիրի համար, որովհետև երբ որ նա մեկնում էր Ռուսաստանից, շատերը թե Ռուսաստանում հատկապես թերահավատորեն էին վերաբերում, թե սխալ արեց, մեծ խոսեց եւ զրկվեց իր տեղից, բայց արի ուտես նա գնաց այնպիսի առաջնություն, որը գոնե այս ժամանակաշրջանում համապատասխանում է նրան եւ լավագույնս դրսեւորեց իրեն նաեւ եվրոպական առաջնություններում ակումբային։ Չմոռանանք ասեմ, որ նա ճանաչվեց լավագույն ձախ պաշտպան Սերբիայում եւ արժանիորեն երկուն տիտղոս նվաճեց։ Եվ տիտղոս նվաճեց նաեւ Տիգրան Բարսելյանը Սլովանի հետ հերթական անգամ չեմպիոն դարձավ։ Կարծես թե ոչ մեկին չմոռացանք, ովքեր հաջողություններ են գրանցել, իհարկե էլի ունենք ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներ, բայց նրանց համար տարին համեմատաբար այդքան էլ լավ չէր դասավորվել։ Իսկ եթե մարդ ես, ինչ որ մեկին մոռացել ենք, կարող եք գրել մեկնաբանությունում, հիշեցնեք եւ մենք նրան անպայման կանդրադառնանք։ Ինչպես նաև գրեք ձեր կարծիքները, եթե հետաքրքիր են ձեզ այս ձևաչափով քննարկումները եւ ամփոփումները, մենք անպայման հետագայում, ինչպես Գոհարը ասեց, այդ մասին էլ կանդրադառնանք։ Շարունակում եք հետևել Բարև Օլիմպոսին, իսկ մենք կհանդիպենք